Ամանորը մոտենում է, ամանորյա անակնկալներն էլ արդեն սկսվել են։ Ողջույն սիրելի հետևորդ։ Ես դարձյալ նվեր եմ ստացել իմ սիրելի հետևորդների կողմից։ Նվերը ստացել եմ Կոսմոդ բելգիական ինտերնետային խանութի կողմից։ Ու քանի որ խանութը կոսմետիկայի է, կարող եմ ենթադրել, որ այստեղ կոսմետիկա է։ Շնորհակալ եմ սիրելիներս ինձ այսպիսի ուշադրության արժանացնելու համար։ Քիչ հետո անպայման կբացենք ու կնայենք, թե դուք ինչ եք ինձ ուղարկել, բայց մինչ այդ ուզում եմ ասել, որ ես մասնակցում եմ Բելգիայում հայկական լոտոյի խաղարկությանը։ Լոտո խաղալու այնքան էլ մեծ սիրահար չեմ, բայց երբ իմացա նպատակը հայկական ռադիոյին աջակցելն է, որոշեցի մի սիմվոլիկ տոմս գնել։ Կան բազմաթիվ շահումներ, այս պահի դրությամբ ընդամենը երկուսը գիտեմ, 1000 եվրո եւ 2 տոմս Բրյուսել Երևան ետ վերադարձով։ Քիչ հետո ամբողջական ցուցակը ինձ կուղարկեն վարքյաններ անց, կարելի է ասել, անպայման ձեր հետ կկիսվեմ։ Չգիտեմ որքան տոմսա մնացել խաղարկությանը, բայց եթե ուզում եք, շտապեք։ 1 տոմսի արժեքն է 10 եվրո։ Խաղարկությունը լինելու է հունվարի 6-ին։ Կարող եք փնտրել Մարիա Հակոբյանյանի Facebook-յան էջը, նամակ գրել եւ գնել ձեր տոմսը։ Դե ձեզ եւ ինձ հաջողություն եմ մաղթում խաղարկության համար։ Իհարկե խոսքս վերաբերվում է այն մարդկանց, որ կորոշեն տոմս գնել, իսկ մենք շարունակենք։ Հենց նոր ինձ եկավ լոտոյի շահումների ամբողջական ցուցակը։ Մի հատ արագ անցնենք այդ ցուցակի վրա ու նոր սկսենք։ Ես դες երկուսն ասացի, բայց նաեւ ուրիշ շահումներ կան։ 2 պայուսակ հայկական արտադրության, չգիտեմ ինչ ասել է հայկական արտադրության, սրանք ձեռագործ պայուսակներ են, թե ուղղակի հայկական արտադրությունա, չգիտեմ։ Նաեւ 2 արկղ հայկական պրոդուկտներով, դա չգիտեմ մանրամասն ինչ կա մեջը շահում, 2 ռադիո դապ մեքենայի մեջ լսելու համար 200 եվրո արժողությամբ եւ 10 շիշ գինի։ Բաց շահումներ չեն ու նպատակն էլ ասեցի երեխեք ջան, ավելի շատ աջակցությունն է մեր հայ ռադիոյին։ Բացի դրանից հայկական ռադիոն ունի նաեւ YouTube-յան էջ Մարիա Հակոբյանյանն է վարում Մարիշի հետ, այսինքն կարող եք փնտրել ու այնտեղ էլ արդեն դիտել արդեն եթեր գնացած հարցազրույցները, որոնք տեղադրվում են YouTube-յան ալիքում։ Նաև գնել եմ ամանորյա մի քանի գեղեցիկ դեկորացիաներ, եթե այս տեսանյութը շատ չերկարի, անպայման դրանք էլ ձեզ այսօր ցույց կտամ, իսկ եթե երկարեց, խոստանում եմ կնկարեմ այսօր, բայց կդիտենք հաջորդ տեսանյութին։ Ես էլի նվեր ունեմ, բայց դա կթողնենք հաստատ արդեն հաջորդ տեսանյութի ժամանակ, որտեղ այս տեսանյութը արդեն տեղից ծավալուն է ստացվելու։ Դա գործնական առաջարկ է, հետաքրքիր նվերը անպայման միասին կբացենք։ Եվ ուզում եմ ասել, եթե դուք եք գործարար եւ կցանկանաք համագործակցել ինձ հետ, սիրով կսպասեմ ձեր առաջարկին։ Դե գնացինք սիրելիներս, բացում ենք նվերը։ Հələ տեսեք ինչքան կոսմետիկա եմ նվեր ստացել։ Այսա հերթով բոլորը կփորձենք, ինչով հնարավոր է, այս պահին կշպարվենք։ Ես արդեն պատրաստ եմ շպարվելուն։ Ես շպարվելու ոչմուտ մասնագետս եւ կոսմետիկայի բաղադրությունից ընդհանրապես գլուխ չհանող եւ անգամ չնայող էակս այսօր խոսելու եմ կոսմետոլոգ էքսպերտի ու նաեւ մաշկաբանի արած եզրակացություններից, ավելի ճիշտ տված խորհուրդներից։ Պետք է ասեի, դիտեք տեսանյութը կիրակի։ Կրեմը, որ ինձ ուղարկել են, L'Oreal-ի կրեմն է, խոնավեցնող, հակակնճիռային, որը խոստանում է 7 օրվա ընթացքում արդեն ցույց տալ արդյունքը։ Հենց դրանից է կսկսենք։ Մի հատ խոնավեցնենք։ Ինչ լավն է, հաճելի է քսվում։ Օրինակ ես չեմ սիրում բնական կոսմետիկա, միգուցե հիմա շատերդ կզարմանաք, բայց ինձ դուր չի գալիս, որովհետև հոտ չկա բնական կոսմետիկայի մեջ։ Ես սիրում եմ, երբ կոսմետիկան անուշ բուրում է։ Եկեք հենց մի անգամից ու հենց այստեղից սկսենք ցրել միֆերը կոսմետիկայի վերաբերյալ։ Այդպիսի հրաշք միջոց չկա, որ վերացնի ձեր կնճիռները։ Սա մեկընդմիշտ հիշում ենք, կան միջոցներ, որոնք պարբերաբար խնամքի դեպքում փոքր կնճիռները կարող են սնուցելու
խոնավեցնելու արդյունքում հարթացնել, բայց մեծ կնճիռներն, որ առաջանում են ժամանակի ու տարիքի ընթացքում, դրանք հնարավոր չի, որ վերանան։ Միֆ համար 1. Այսօր լիքը ղժբժներ կլսեք իմ տեսանյութի մեջ, որովհետև այսօր մեզ մոտ ցույցեր են ու անընդհատ մեքենաներ են գնում, գալիս, ձայներ, աղմուկներ արձակում։ Եկեք մի հատ արագ նայենք, տեսնենք ընդհանրապես ինչեր են ինձ ուղարկել, հետո հերթով կշպարվենք, խնդրեմ։ Ուրեմն L'Oreal-ի սերում տանտենա, քիչ հետո կասեմ ինչա նշանակում տանտե, երբեք չեմ առիթ ունեցել փորձելու, շատ լավ առիթ է, միասին կփորձենք, բուրժուայի պուդրաներն է, դիմափոշի հայերեն, Maxi Blush, L'Oreal-ի սերում, խոնավեցնող, ասիդ հիլիորոնիկ, հիլիորոնաթթուներով սերումն է, ինքան դժվար է այդ անունը ասել, 2 տուշ, մեկը բուրժուա, մեկը L'Oreal, ուլտրա մասկարա, այն տուշերն են, որ կարճանում ու երկարում են գլխիկները, կփորձենք, մի աչքիս սա եմ քսելու, մի աչքիս սա եմ քսելու, որ երկուսի էֆեկտն էլ տեսնենք, իմ աչքերին շատ քիչ տուշեր են, որ սիրուն է նստում, իմ ուզած ձևով, այնպես որ շատ հետաքրքիր է, նաև թե սրանք ինչպես կլինեն, սուրմա բուրժուայի, 2 շրթներք, իմ սիրելի, ես սիրում եմ մատվի շրթներքները, որ չորանում են ու ամբողջ օրվա ընթացքում չի անցնում, եթե չեմ սխալվում սա մատվի է, իսկ սա իմ կարծիքով ոչ, չեմ փորձել, բայց հիմա միասին կփորձենք ու կտեսնենք, նաև Maybelline-ի աչքի տակի կրեմա և L'Oreal-ի մատիտ, հիմա կարող ենք հերթով փորձել, սերումը չեմ կարող փորձել, որովհետև ես արդեն քսեցի խոնավեցնող կրեմ, սերումի մասին, բայց կխոսեմ, որովհետև հետաքրքիր ինֆորմացիա ունեմ տալու, մի հատ բացեմ, տեսնենք, այ եթե բանը առաջինը սա բացած լինեի, տեսած լինեի, սա կքսեի անպայման, բայց շատ ուրախ եմ սրա համար, ես սիրում եմ սերումները խոնավեցնող կրեմների ավելի խիտ տեսակն է ու ավելի արդյունավետ տեսակն է, քանի որ դրանց մեջ պարունակվող նյութերը ավելի խիտ են։ Երկրորդ միֆը կոսմետիկայի վերաբերյալ։ Թանկ կոսմետիկա և էժան կոսմետիկա։ Տեսեք, գոյություն ունի 5 բաղադրիչներ, որոնք որոշում են կոսմետիկայի որակը։ Եթե այդ 5 բաղադրիչները կգտնեք ձեր ընտրած կոսմետիկայի մեջ, ուրեմն նշանակություն չունի կոսմետիկան թանկ է, թե էժան է, արդյունքը նույնն է։ Հիմա թվարկում եմ այդ 5 բաղադրիչներ։ Հիշեք կամ գրեք ձեզ մոտ։ Ռետինոլ, էնզիմի, թթուներ, պիպցիդներ, հիալուրոնային թթուներ, կհիշեք։ Հիմա որտեղ արժե մեծ գումար ծախսել, որտեղ ոչ։ Եթե ուզում եք լավ էֆեկտ ունենաք, ուրեմն ընտրում եք սիճուկները։ Այստեղ դուք կարող եք լավ ծախսել, որովհետև սրանք շատ լավ արդյունք են տալիս ու ինչպես ասացի, կոնցենտրացիան ավելի խիտ է, հետևաբար իր ազդեցությունը ավելի արագ է լինում և օգտակար է լինում։ Հիալուրոնային թթվով է, այսինքն այն 5 բաղադրիչներից մեկն է, որ ես քիչ առաջ թվարկեցի։ Ես ինքս սերումներ շատ եմ սիրում ու զգացել եմ դրանց արդյունավետությունը։ Չկան սիճուկներ կոնկրետ մաշկի համար, չոր, կոմբի, թե յուղոտ։ Սիճուկը լինում է ընդհանրապես թարմացնող, բացացնող կնճիռների դեմ, ուրիշ ոչինչ, այնպես որ հանգիստ կարող եք ընտրել ձեր տարբերակը, օրինակ կարող եք առավոտյան ընտրել թարմացնող սիճուկը, խոնավեցնող, իսկ երեկոյան արդեն ինչ-որ վիտամիններով սիճուկ ընտրել, օրինակ վիտամին C-ով, քանի որ արդեն կրեմ կա և ես սա չեմ կարող քսել, իմաստ չունի ուղղակի մի հատ բույրը տեսնեմ, շատ անուշ է բուրում։ Հիմա մի բան կասեմ, որը ձեզ էլ ավելի կզարմացնի։ Չկան թանկ և էժան կոսմետիկական բաղադրիչներ։ Կոսմետիկան թանկացնում է փաթեթավորումը, ձևավորումը, շշերը, թե որտեղից է գալիս, ինչ ճանապարհ է անցնում ու նաև բրենդը, այո, բրենդը նույնպես կարող է թանկացնել արժեքը։ Այստեղ
գինը որոշում է արտադրողը ու այս ամենը ճակերտավոր ասված արտադրողի խղճին է մնում։ Եկեք փորձենք այս սերում տանտեն։ Ինչ է նշանակում սերում տանտես, սա տանալնի կրեմի եւ խոնավեցնող սերումների արանքում գտնվող ինչ որ մի բան է, այսինքն մի փոքր տանալնի երանգով, բայց ինքը իր արդյունավետությամբ ավելի շատ նախատեսված է մաշկի որակի լավացման, խոնավեցման եւ խնամքի համար։ Ինձ հետաքրքրում է այս պրոդուկտը, միշտ ուզեցել եմ փորձեմ, ես ընդհանրապես առանց տանալնի կյանք չունեմ ու սիրում եմ խիտ տանալնիները, այս դեպքում սա խիտ չի լինելու, հաստատ գիտեմ, բայց հիմա միասին կփորձենք, միգուցե ժամանակի ընթացքում, եթե հավանեմ, անցնեմ սրան, ինչի համար եմ շատ սիրում սերումները, որովհետև դրանք համ խոնավեցնում են, համ սնուցում են, համ էլ պաշտպանում են մաշկը։ Ես հիմա տենդենց եմ նկատել, որ աղջիկները ամենօրյա էլ չեն օգտագործում շատ տանալնի կրեմներ, սկսում են միայն SPF ու դուրս են գալիս։ Հիմա քիչ հետո այդ միֆերն էլ կցրենք SPF-ի հետ կապված, որ դուք կարողանաք հանգիստ լինել աղջիկներ ջան ու ինչ կրեմ ուզում եք օգտագործեք։ Երեխեք ջան, հիացած եմ։ Այս ինչ ընտիրեր շատ լավներ, անկեղծ շատ նուրբ, թեթև, պիգմենտացիան ընտիր, ես ջրիկ տանալիններ չեմ սիրում, որտև իրանք շատ թեթև են նստում ու գրեթե ոչինչ չեն ծածկում, բայց սա կարող եմ ասել իդեալական նստեց ու հավանաբար ես արդեն կանցնեմ կրեմ տանտեների, հաստատ, շատ հավանեցի, ես ինչ լավներ, շնորհակալություն Կոսմոս սայթին, այս լավ ընտրության համար, շատ լավ ընտրություններ, ինձ շատ դուր եկավ, Սիրելիներս, դուք նույնպես ակտիվ կմասնակցեք կոմենտներում ձեր տեսանկյունը, ձեր կարծիքները կասեք, ինձ էլ հետաքրքիր է ձեր կարծիքը լսելու, քանի որ ես այդպես կոսմետիկայի մանյակ չեմ, ճակերտավոր ասած, բայց շատ սիրում եմ շպարվել, ուղղակի պրոֆեսիոնալ ձևով երբեք չեմ խորացել այս թեմաների մեջ, ու անցյալ տարի միայն այդպես պատահաբար եկավ տեսանյութ, որոշեցի դիտել, ասեմ, սիրով դիտում եմ, ուղղակի երբեք չեմ մտածել այդ ուղղությամբ, թեմաներ կան, որ ինձ շատ հետաքրքիր է, ես ինքս փնտրում եմ եւ դիտում եմ, բայց սա պատահական եկավ ու չեմ փոշմանում, որ նայեցի, ահագին բան հետաքրքիր ինֆորմացիա իմացա կոսմետիկայի վերաբերյալ, որն էլ հիմա կիսվում եմ ձեր հետ։ Շատ սիրուն նստեց։ Գույնն էլ վատը չի, ոնց որ թե բռնեց, չէ՞ իմ գույնի հետ։ Մի փոքր կարողա մուքա կամ կարողա հեռախոսից, հա, այս պահին, չգիտեմ, ես օրինակ չեմ սիրում վզին քսել, երբեք չեմ քսում վզին, միգուցե հա առիթներին կարելի է քսել, բայց ամենօրյա ոչ։ Իմ ամենօրյա կոսմետիկան ես ձեզ կարող եմ ասել ընդհանրապես բաղկացած է սնուցող բազային կրեմից, տանալից եւ ռումյանայից։ Մեծ մասամբ առօրյայում աչքերս չեմ քսում, ճիշտ է սիրում եմ, բայց միշտ չի որ ժամանակ է լինում ու ավելի թեթև ու հանգիստ եմ ինձ զգում, երբ որ աչքերս քսած չի լինում։ Ճիշտ է, այտենց հոյակապ ու ընտիր թարթիչներ չունեմ, որ այսպես sense առանց քսել էլ իրանք հոսենց սիրուն լինեն, բայց ամեն դեպքում ինձ շատ լավ եմ զգում թեթև առանց կոսմետիկայի։ Անցնենք ռումյանային։ Հաճելի գույն է, մնում է տեսնենք ինձ սազում է թե չէ։ Հա, մոռացա մեկ էլ շրթներ, առանց շրթներքի, նույնիսկ եթե կրեմ չքսեմ, շրթներքս պետքա լինի, որովհետև առանց շրթներքի ես տանից դուրս չեմ գալիս։ Այ մի քիչ էստեղ եմ անում ռումյանա, մի քիչ էստեղ, մի փոքր էստեղ, մի քիչ էստեղ ու էստեղ։
Էս է իմ քսվելը, ժողովուրդ ջան, մի հատ էլ շրթներք ու վերցրանից ավել ոչ մի բան չեմ անում ամենօրյա։ Առաջին անգամ եմ փորձում աչքի տակի համար նախատեսված կրեմներ, իմ խորին համոզմամբ սրանք միշտ եղել են նույն տանալնի կրեմները ինձ համար, դրա համար երբեք չեմ փորձել, հիմա շատ լավ առիթ է փորձելու համար։ Եթե դուք զգում եք սրա ակնհայտ տված էֆեկտը, հետաքրքիր է, էլի ձեր կարծիքը կգրեք։ Նա կարելի է սա օգտագործել, մի տոն բաց գույն առնել, որպեսզի այս հատվածները մի քիչ ավելի սպիտակ լինի, այդպես կարելի է օգտագործել, թե չէ ինձ թվում է նույն տանալնի կրեմներն են, ուղղակի աչքերի տակի համար նախատեսված։ Բուրժուայի հայլայտերը կքսենք, սա իմն է, մի փոքր էսպես մատով եմ անում ու այսպես թեթև բաների հետևից չենք ընկնում, ասենց մատերից լավը չկա, մի քիչ այստեղ եմ քսում, ունքերից տակ ու վերջ։ Սուրման, իմ սիրած վրձիններն են, այս փափուկներն եմ ավելի շատ սիրում, քան թե մատիտի նման, բայց երկուսն էլ կարողանում եմ օգտագործել, չեմ ասի դժվարություն է ներկայացնում, բայց այս փափուկները շատ ավելի շատ եմ սիրում։ Սա երևի ես առանց ձեզ կանեմ, որտեվ այսպես հեռվից չեմ կարող քսել, անհնար է, հայլում պետքա շատ մոտիկից նայեմ, դրա համար անհնար էր այստեղ քսելը, բայց բավականին լավն է, լավ մուքսև է ու սիրուն է քսում։ Հիմա տուշերին անցնենք, հուսով եմ տուշերը կկարողանամ այսպես քսվել։ Ես միշտ զարմացել եմ այն աղջիկների վրա, որ համ քսվում են, համ խոսում են։ Մի քիչ դժվար է ինձ համար այդ պրոցեսը։ Հուսով եմ արդարացնեմ սպասումները։ Եկեք հիմա բան անենք մի հատ, տեսնենք ոնց է այս պտտելու միջոցով բարձրանում է, երկարում է ու փոքրանում է, մեծանում է ու փոքրանում։ Ինչպես որ խոստացա, մի աչքս մեկն եմ քսելու, մյուսը։ Վաղուց սենց տուրս չէի ունեցել, որ մի անգամից սենց սիրուն երկարացներ, խտացներ։ Հիմա այս երկարով կանեմ, հետո փոքրով փոքրացնեմ, միգուցե ավելի խտացնի։ Քսում եմ, մի քանի վայրկյան, ասենք, թողնում եմ, հետո նորից ավելացնում եմ, այդպես ավելի լավ է ստացվում, մինչև սա մի քանի վայրկյան կչորանա, ես կփորձեմ մյուսը, L'Oreal-ի Extra Black Volume Million Lash-ը, տեսնենք սա ինչպես է, համեմատած, կասեմ ինձ, որը ավելի դուր եկավ, որտև իմ թարթիչները շատ նոսր են ու բարակ ավելի շուտ։ Ժամանակին շատ տուշեր եմ փորձել ու համարյա թե ոչ մեկ ինձ այտենց լավ չի եկել։ Հատկապես այս սիլիկոնի չոտքերը իմ թարթիչներին հեչ չի գնում, բայց այս մեկը շատ լավ նստեց։ Սա էլ վատը չի, բայց երկար ու խիտ թարթիչներ ունեցողների համար ինձ թվում է ավելի շատ, բայց սա վերջում կասեմ էլի մի հատ իմ կարծիքը։ Հիմա չոտքը փոքրացրել եմ ու քսում ենք երկրորդ շերտը, որ փոքրացնում ենք չոտքը, ավելի ինքը հաստանում է, երկարացնում ենք, ավելի բարակում է։ Ոյ պատկերացնում եմ նենց լավ երկար թարթիչ ունեցողների ուղիտ էլի, ինչ կանի այս տուշը, շատ լավն է այս մեկը, հələ նայեք սիրելիներս, չգիտեմ որքանով է երևում, այսպես նայեմ վերև, որ ավելի լավ պատկերացնեք։ Ոնց են կամերայի մեջ քսում, բացատրենք չեմ կարում, ապաշնոր եմ կամերայի առջև քսվելու։ Շատ լավն է, շատ հավանեցի, այսա ընտիրեք, բայց գործը կիսատ չենք թողնում, պետք է շարունակենք, միգուցե երկրորդ շերտը որ քսենք, արդեն լավ արդյունք տա էլի։ Նայեք, համարյա նույն արդյունքը տվեց, բայց
Ես որ իմ դարտիչներին ես սա կընտրեի, բայց իրանք երկուսն էլ հավասար լավ արդյունք տվեցին։ Երկուսն էլ լավն են։ Եվ վերջապես շպարվելու իմ ամենասիրելի հատվածը շրթներքն է, շրթներ քսելու պահն է արդեն, ուրեմն ինձ ուղարկել են L'Oreal-ի 302 համարը, որը կոչվում է վարդագույն փայտ, պետքա որ գույնին համապատասխան լինի, բայց հետաքրքիր է, այստեղ ուրիշ գույն է, այստեղ ուրիշ, տեսնենք հələ, հետաքրքիր է, հələ տեսեք, ինչ գեղեցիկ քսեց, բայց հիմա նայեք մատիտին, այսպես գնելուց երբեք չեք պատկերացնի, որ այս գույնը կարա այս գույնը լինի։ Հիշեք համարը 302։ Միջին փափկության, բայց չորել չի։ Շատ լավ որակը։ Շրթներքի համարը, չգիտեմ ձեզ երևում է թե չէ, գրած է վարդագույն։ Ես սիրում եմ, երբ շրթներքի մեջ վարդագույն երանգ է լինում։ Մատիտը չհամապատասխանեց, բայց ոչինչ, կծածկեմ հիմա։ Գեղեցիկ երանգ է։ Կառալովի երանգ ունի մեջը։ Սիրում եմ այս երանգը։ Կամերայում ավելի կորալ է։ Շատ փափուկ վրձին ունի, ճկվող է։ Ինքը թեքվում է ու ձեր ուզած դիրքին հարմարվում է։ Նա ասեք ինձ սազում է այս գույնը թե չէ, բայց ուզում եմ մյուս գույնն էլ ցույց տամ, ստիպված եմ սա մաքրել, որ կարողանամ մյուս գույնը ցույց տալ։ Այսպես նայեք, հուսով եմ կկարողանամ գեղեցիկ մաքրել, որտեղ շրթներքից հետո երանգն էլ կմնա։ Մաքրեցի, հանեցի շրթներքը։ Հաջորդ շրթներքը գույնը 45, եկեք սա էլ փորձենք։ Մի բան պատմեմ սիրելիներս, շրթներքի հետ կապված, մի անգամ ինձ մի շատ հարազատ մարդ, այսինքն այդ ժամանակ ինձ թվում էր, որ ինձ հարազատ մարդ, ինչպես պարզվեց հետո ոչ, ինձ այսպեսի մի արտահայտություն արեց, ասաց, ես օրինակ ռիսկ չէի անի քո պես շրթունքներս քսեի, ճիշտն ասած ես ապշեցի այդ նախադասությունից, բայց փորձեցի ցույց չտալ ու նորմալ ընդունել իր ասածը, այսինքն ինչա դուրս գալիս ընկերներ ջան, ես դուրս է գալիս, ես արհեստականորեն մեծացրել եմ, իմաստը տենց է դուրս գալիս այդ նախադասության, բայց իմ շրթունքները բնականից իրանք հաստ են ու շատերը երբեմն կարծում են, որ ես լցրել եմ, բայց ես երբեք իմ շրթունքները չեմ լցրել, այդ process-ը երբեք չեմ արել ու կարիքը չունեմ ավել մեծացնելու, մի անգամ նույնիսկ ասեցին լցրած է, ասեցի չէ, ասեց քեզ շատ քսազի գնա լցրա, ինչի համար լցնեմ, եթե արդեն լցրածի էֆեկտ ունի, ես չհասկացա այդ նախադասության իմաստն էլ, դա ուրիշ մարդ էր ասողը։ Մի խոսքով այդ իմ մտերիմ մարդը, որ ինձ այդպիսի մի բան ասեց, չգիտեմ ինքը մտածված ասեց դա, թե անմտածել ասեց, եթե անմտածված ինչ որտեղ ներելի է, բայց եթե մտածված դա ասեց, ինչևէ, հիմա արդեն այդքան էլ նշանակություն չունի, քանի որ ես իր հետ բացարձակապես չեմ շփվում ուրիշ առիթով, բայց ամեն դեպքում հələ տեսեք ինչ փոքր մանր բաների մեջ կարելի է էլի արդեն զգալ մարդու տրամադրվածությունը ու նվիրվածությունը քո հանդեպ։ Երբ որ ես նվիրված եմ լինում մեկին, չեմ կարող տենց բաների մասին մտածել կամ ինձ թույլ չեմ տա իմ սիրելի մարդկանց, եթե ինձ մոտ են, հոգեհարազատ են, նման արտահայտություն անեմ, չեմ կարող ինձ թույլ տա մարդկանց այդպես վիրավորել։ Մի խոսքով դուք տեսնում եք էլի, ես իմ շրթունքների եզրագծով ընդհանրապես գնացել եմ, ոչ ավելացրել եմ, ոչ պակասացրել եմ,
ոնց կա, այդպես գծում եմ ես միշտ ու շրթներքը քսում եմ։ Ճիշտ է, ինձ հաճախ են ասում, ոնց որ լցրած լինի կամ հարցնում են լցրել ես ասում եմ չէ, որտեվ ես չեմ սիրում լցնել շրթունքները, իմ համար շատ անբնական տեսք ունեն լցրած շրթունքները։ Ովքեր որ լավ են հասկանում այդ ամեն ինչից կհասկանան, որ իմը բնական է, որովհետև լցրածը միանգամից երևում է, բայց չեմ էլ մեղադրում են մարդկանց, ովքեր լցնում են, եթե իրանց այդպես կոմֆորտ է, ով ենք մենք, որ դա քննարկենք կամ քննադատենք, ուր մնաց մի հատ էլ ասենք, ռիսկ չենք անի փաստորեն, դա մեծ ռիսկի գործ է, էլի, որ ես իմ բնական շրթունքները քսում եմ։ Մի խոսքով, հիմա այդ բնական շրթունքներից վրա այս բնական գույնը քսենք, տեսնենք ինչ արդյունք կստացվի։ Օ, հետաքրքիր գույն է, բայց իմ գույնը չի երեխեք ջան։ Միգուցե sense տեսախցիկով քսես, սիրուն նկարահանումներ անես, կարող է նայվի, բայց առօրյայում ես չեմ կարծում, որ սենց գույներ կօգտագործեմ։ Կոմենտներում մի հատ գրեք, տեսնեմ, այս գույնը ինձ սազես թե ոչ։ Ինձ թվում է ինձ այդքան էլ չի սազում այս երանգները, բայց ձեր կարծիքը հետաքրքիր կլինի։ Եթե անկեղծ, L'Oreal-ի որակը ինձ ավելի դուր եկավ։ Սա մի տեսակ կպչունություն ունի իրանից։ Ես այդքան չեմ սիրում կպչուն կոսմետիկա, բայց ճաշակի հարցա, չգիտեմ, եթե դուք փորձել եք, հավանում եք, թե չէ, հələ գրեք տեսնեմ։ Շարունակենք տեսանյութը այս գույնով։ Այս ամենը կֆիքսենք բուրժուայի դիմափոշիով։ Այստեղ կա նաև գուբկա, բայց ես կնախընտրեմ այս տարբերակը։ Ասեմ, վաղուց դիմափոշի չեմ օգտագործել։ Հագին ժամանակա ես դիմափոշին հանել էի իմ շպարվելու պարագաների միջից, դիմում եմ, երբ որ դեմքը այսպեսի խոնավ էֆեկտ է ունենում, դրա համար շատ հաճախ դիմափոշի չեմ օգտագործում, ուղղակի այսօր օգտագործեցի տամ այն ինչպես է նստում դեմքին, բայց շատ մուգ էր ինձ համար, դեմքիս գույնը փոխեց, դե ոչինչ, բնականաբար մարդիկ չեն կարող ինձ համար ընտրել իդեալական երանգ, նույնիսկ շատ հաճախ ես ինձ համար ընտրելիս կարող եմ սխալվել, շատ հաճախ է լինում, որովհետև սայթով, նկարներով գույները միշտ տարբեր են լինում։ Օ, ես ինչ մուգ դարձա, ոնց որ ծովից հենց նոր եկած լինեմ, նենց հավեսով տնական կսեցի, բայց շատ եղավ ոնց որ, ոչինչ, լավ եկեք սրանով բան անենք, բացացնենք մի քիչ, ուսում եմ տեսանյութի վերջում դեմքիս նայել կլինի, չգիտեմ ինչ հարեցի, հեռվից մի քիչ հարմար չի քսվելը, բայց հուսով եմ շատ վատ չի։ Դիմափոշին կարելի էր մետոն բաց լինի, ամռանը շատ հաճելի գույն է, բայց իմ արդեն մաշկի հետ գույնը բավականին տարբերվեց։ Վրձնի այս նեղ ծայրի շնորհիվ այս անկյուններում շատ սիրուն տեղավորվում է ու հեշտացնում է քսելը։ Շատ փափուկ վրձին ունի, տեքստուրան էլ շրթներքի էլի փափուկ է, նուրբ է քսվում։ Այսպես որ նայում եմ տեսախցիկի մեջ շատ է դուրս գալիս։ Սիրուն գույն է, չէ՞։ Մի հատ էլ ասեմ համարը, 630 համարը։ Աղջիկներ ջան, եւս մեկ միֆ SPF կրեմների վերաբերյալ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, պետք չի ամեն օր օգտագործել SPF կրեմներ։ Երբ է պետք օգտագործել, երբ ուլտրամանուշակագույն ճառագայթների ինդեքսը բարձր է 2-ից, հետևաբար երբ 2-ից ցածր է լինում, բոլորովին պարտադիր չէ օգտագործել SPF, իսկ ինչպես իմանանք, որ 2-ից բարձր է թե ցածր, շատ հանգիստ ձեր հեռախոսների մեջ եղանակի տեսության բաժնում կգտնեք UF-ի ամենօրյա աստիճանը, իսկ UF-ը 2-ից բարձրանում է շատ հազվադեպ, նույնիսկ այն ամենաարևոտ օրերին UF-ը 2-ից ցածր է լինում։
կարող եք ամեն օր ստուգել, նույնիսկ ցույց է տալիս, թե օրվա ընթացքում մինչև ինչ աստիճանի պետքա հասնի UF-ը, այնպես որ օգտվեք ու բոլորովին կարևոր չի, թե ինչ կրեմ կքսեք ձեր երեսին ու դուրս կգաք։ Եվս մի կարևոր փաստ SPF-ի մասին, աղջիկներ ջան, SPF-ը հեշտ չի լվացվում ու դուք փրփուր լվացվելու միջոցներով չեք կարող հանել դեմքից։ Նույնիսկ եթե 10 անգամ լվանաք, այն դուրս չի գալիս, այսպես կուտակվում է, լցվում է ծակոտքիները, փակում է ու հետո մի օր նկատում եք, որ ձեր դեմքը դարձել է մոխրագույն։ Դա ուղղակի չհեռացված կոսմետիկան է ձեր դեմքից։ Ինչ պետք անել դրա համար։ Ընտրում եք այնպիսի լվացման միջոց, որի մեջ կա հիդրոֆիլային յուղ։ Մնացած բոլոր լվացման միջոցները ձեր SPF-ը չեն հանելու։ Տեսեք, լվացման միջոցների վրա նույնպես կարող եք խնայել։ Պետք չի թանկարժեք օճառներ գնել, եթե դրա մեջ չկա հիդրոֆիլային յուղ։ Երբ որ դուք լվացվում եք, դա տևում է մի քանի վայրկյաններ։ Ու եթե անգամ ձեր գնաց օճառը ամենաթանկարժեքն է, եթերային յուղերով է եւ այլն, դա ձեր մաշկի որակին բացարձակապես օգուտ չի տալիս։ Ոչ սնուցում է, ոչ մի էֆեկտ դրանից չի գալու, բացի այդ պահի թարմությունը։ Նույնիսկ եթե մի 4 անգամ իրար հետևից լվացվեք, նույն էֆեկտն է լինելու։ Դրա համար կարող եք գնել ցանկացած տիպի լվացման միջոց, միայն կարևոր է այստեղ նայեք, որ մեջը լինի հիդրոֆիլային յուղ, որովհետև միայն այդ յուղն է հանում կոսմետիկան ամբողջությամբ։ Ես առանց այս դեմքի մաքրման միջոցի կարելի է ասել կյանք չունեմ ու որ հանկարծ ես սա չեմ գտնում, արդեն պանիկայի մեջ եմ, ամենալավ կոսմետիկան հանող միջոցներից է, 1000 տեսակի փորձել եմ այս երկշերտ հեղուկների, բայց ոչ մեկ դուրս չի եկել, ամենալավը սա է ու ոչ միշտ է լինում խանութում ու որ հենց լինում է, ես միանգամից մի 6 հատով գնում եմ, որ հանկարծ հետո չլինի, ես պանիկայի մեջ չընկնեմ։ Բայց այս վերջերս ես գտել եմ ուրիշ տարբերակ, որ այս սա չլինելու դեպքում, նույնիսկ կարող եմ ասել, սա ավելի լավն է ու հարմար տարբերակ է, միանգամից ամբողջը հանում է շատ հեշտությամբ, ոնց որ այդ միջոցը, առանց որի չեմ կարում, ինքը մարմնի յուղ է, ճիշտ է, բայց դե դեմքի, ձեռքերի եւ մարմնի համար է նախատեսված, ու ես սա գնում եմ դեմքի կոսմետիկան հեռացնելու համար, շատ լավ կատարում է իր աշխատանքը, շատ արագ ու հեշտ, ոնց որ այս մյուսը հանում է դեմքիցս, ես սա սիրում եմ իր հեշտության համար, շատ հեշտ էր մաքրում, մյուս նմանատիպ բաներ այդքան հեշտ չեն մաքրում, իսկ սա շատ լավ էր մաքրում, դրա համար ոնց որ առանց դրա չէի կարում, բայց սա որ գտել եմ, արդեն սա էլ շատ հարմար տարբերակ է, երեկոյան հենց սրանում միանգամից լվացվում եմ ու շատ արագ, ինչ տուշ էլ որ լինի, առանց լղոզելու շրջակայքը մաքրում է հեշտությամբ, շատ լավն է երեխեք ջան, յուղային պարունակությամբ ու դեմքն էլ տենց մի տեսակ փափուկ է լինում, հաճելի է լինում, անմիջապես օգտագործումից հետո ձգվածություն բան չկա։ SPF կրեմների հետ կապված եւս մի բան նշեմ, սիրելի աղջիկներ, որտեվ շատերը չգիտեն ու ենթադրենք SPF կրեմ պետքա քսել, տակից սկսում են մի հատ սիջուկ, վրայից քսում են մի հատ խոնավեցնող կրեմ ու հետո նոր SPF-ը։ Ոչ, դա պետք չի անել, որովհետև դուք երկու անգամ քսում եք նույն բանը, նույնիսկ կարելի ասել 3 եւ խոնավեցնող կրեմը եւ սիջուկը եւ SPF-ը դրանք բոլորը նույն բաներն են, ուղղակի SPF-ը ունի նաեւ պաշտպանիչ հատկություն իր մեջ ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Հիմա ենթադրենք դուք քսում եք մի հատ խոնավեցնող սիջուկ, վրայից մի հատ էլ քսում եք մի հատ էլ խոնավեցնող կրեմ, մի հատ էլ քսում եք SPF։ Պատկերացնում եք ինչ է դառնում, անիմաստ է, էլի ուղղակի դառնում, ոչինչ չի լինի, բայց անիմաստ է դառնում։ Միակ դեպքը, որ կարելի է սիջուկից հետո քսել խոնավեցնող ուրիշ կրեմ, դա հիալուրոնաթթվով սիջուկներից հետո, մնացած բոլոր դեպքերում կարող եք միանգամից քսել սիջուկը ու հետևից քսել SPF կրեմը։ Եվ ամենավերջին բանը, որ կուզենայի ասել, լասյոն, տոնիկ, տոներ, միստ, դրանք բոլորը նույն բաներն են։ Այսքան ժամանակ միշտ ինձ հարց եմ տվել,
որն է ու երբեք չեմ հասկացել։ Հիմա բացահայտել եմ ինձ համար, որ դրանք նույն բաներն են այս էքսպերտ կոսմետոլոգի բացատրությամբ կորեացիների այդ հնարքներն են նոր պրոդուկտ շուկա մտցնելու, ենթադրենք մի երկու բան ավելացնում են բաղադրության մեջ եւ ներկայացնում են որպես նոր պրոդուկտ, մենք էլ տես գնում ենք սիրուն, գնում ենք չհասկանալով ինչա, մտածելով որ դրանք տարբեր պրոդուկտներ են, բայց իրականում դրանք նույն բաներն են։ Հիմա երբ է պետք օգտագործել դրանք, էլի շատ կարևոր հարց, որ էլի ես չգիտեի ու բացահայտել եմ իմ համար։ Օրինակ, երբ որ մենք լվացվում ենք, մաշկի pH-ը խախտվում է, իսկ տոնիկը վարքյանական pH-ը վերականգնում է։ Լվացվելուց հետո պետք է անպայման չորացնել դեմքը, հետո տոնիկը ձեռքերին անել ու այսպես տպտպացնելով անցնել դեմքի վրայով։ Միսն էլ էլի նույն բանն է, ուղղակի փշփշացնում եք դեմքի վրա։ Իսկ արդեն այդ տոնիկից հետո, երբ որ տպտպացրեցիք, էլ պետք չի չորացնել, արդեն այդպիսի խոնավ մաշկին քսում եք սիճուկը։ Այս հիալուրոնային թթվով սիճուկները, երեխեք ջան, մաշկի խոնավությունը անմիջապես տենց կլանում են իրանց մեջ ու որպիսի այդ process-ը չլինի ձեր մաշկից չտանի այդ խոնավությունը, դուք քսում եք տոնիկից հետո խոնավ մնացած մաշկին ընդամենը։ Խորհուրդային աղջիկներին, ում դեմքը յուղոտ է, նրանք պետք է լվացվեն 2 անգամ օճառով, համ երեկոյան, համ առավոտյան։ Այն աղջիկները, ովքեր որ խնդիր չունեն մաշկի յուղայնության հետ կապված, միայն երեկոյան յուղային այդպիսի օճառով լվացվելուց հետո առավոտյան սորական միածառը ջրով ցողել դեմքը եւ վերջ, պարտադիր չի արդեն օճառով։ Սիրելիներս, ինձ թվում է կոսմետիկայի հետ կապված բոլոր կարևոր ինֆորմացիան ձեզ տվեցի, ինձ մնում է միայն շնորհակալություն հայտնել Կոսմոս սայթին իր այս գեղեցիկ անակնկալ նվերների համար, տոներից առաջ, շնորհակալ եմ շատ, բոլորն էլ ինձ շատ դուր եկան, նաեւ սիրելիներս, Կոսմոդը ձեզ համար նվեր ունի 10% զեղչ, եթե գնումներ կանեք իրենց ինտերնետային խանութից, ուրեմն կունենաք 10% զեղչ հավաքելով NARA պրոմո կոդը գնում կատարելուց առաջ զամբյուղում կավելացնեք այդ կոդը ու կունենաք 10% զեղչ։ Սիրելիներս, առաքում ունեն Գերմանիա, Հոլանդիա, Ֆրանսիա եւ Բելգիայի տարածքում։ Բելգիայի տարածքում 59 եվրո գնումների դեպքում կունենաք անվճար առաքում, իսկ Բելգիայի տարածքից դուրս 79 եվրոյի դեպքում կունենաք էլի անվճար առաքում։ Բացի դրանից ասեմ, որ մի փոքր ուսումնասիրել եմ սայթի գները ու բավականին մատչելի է համեմատաբար մյուս խանութների, դուք նույնպես հնարավորություն ունեք, մտեք, նայեք, համեմատեք ու կտեսնեք, որ իրոք տարբերություն կա, դե ձեզ մաղթում եմ բարի գնումներ, սպասելու եմ ձեր կարծիքներին, անպայման կկիսվեք, հուսով եմ իմ հեյթերն այսօր այստեղ էր, որտեղ ես նրան հատուկ հրավիրել էի իմ եթերին ու այս անգամ հաստատ բան չի ունենալու ինձ ասելու, որովհետև շատ պարզ երևում էր, որ ես գովազդ եմ անում ու ես դա չեմ թաքցնում։ Ուղղակի չեմ հասկանում նման մարդկանց վերաբերմունքը, երբ որ գրում են գովազդ ես անում, բա իհարկե, եթե ես գովազդի առաջարկ ունենամ, բա իհարկե պետք է անեմ ու ինչ իմաստ կա դա թաքցնելու։ Նման մտածելակերպով մարդիկ շատ հին են ու մնացել են անցյալում ու ամեն մի լավ բանի մեջ փորձում են վատ բան տեսնել։ Ես համոզված եմ, որ ինքը իր կյանքում էլ է ամեն մի լավ բանի մեջ, սիրուն բանի մեջ վատ բան է տեսնելու։ Վստահ եմ ուղղակի, այդպիսի մարդիկ այդպես են միշտ լինում։ Օրինակ երբեք իմ մեջ հարց չի առաջացել, երբ որ ինչ-որ մեկը գովազդ է արել, ասեմ, վայ, տես ինքը գովազդ է անում, բայց չուզում ասի, մեզ հիմարի տեղ է դրել էլի, որ գովազդ է անում։ Պարզ երևում է, գովազդը, իրականությունը, եթե ձեզ թվում է, ես ուզում եմ անվճար գովազդներ անեմ չրերի գործարաններին, չէ, սխալվում եք։ Ես ուղղակի չի շատ եմ սիրում, ոգևորված գովեցի, բայց ուրիշ վլոգերներ այդ նույն բանը ինչ որ ես արել եմ, դրա համար գումար են վերցնում, իսկ ես դա արել եմ լրիվ անվճար, հիմա մտել եք դուք ինձ ուզում եք նեղացնել, որ ես
թաքնված գովազդ եմ անում, մի քիչ անհիմն է ու անիմաստ է։ Ես նույնիսկ կասեի, էլի մարդիկ չկարողացան ընդունել, որ սա էլ աշխատանքի մի տարբերակ է, որ մենք կարող ենք գովազդներ անել ու դրանով գումար աշխատել կամ բարտերային տարբերակով մարդկանց հետ աշխատել, այդպես են իմանում մեկը մեկի բիզնեսի մասին, այդպես է տարածվում, այդպես են մարդիկ իմանում ողջ ինֆորմացիան, ինչ կա դրա մեջ թաքցնելու, որ ես թաքցնեմ իմ հետևորդների կամ ումից եմ վախենում, բարձրաձայնեմ դա, ասենք եթե սիրելիներս, դուք իմացաք, որ ես հենց հիմա կոսմետիկայի գովազդ արեցի, ի՞նչ փոխվեց դրանից։ Ոչինչ չփոխվեց, միայն այս տեսանյութից կարող եք վերցնել ձեզ օգտակար ու պետքական բաները եւ վերջ, եթե ձեզ կոսմետիկա է հարկավոր, արդեն գիտեք, որ Cosmos site-ը կարող եք մտնել ու այնտեղից գնել, համեմատաբար մատչելի գներով։ Վատա։ Ես էլ ինքս նույնպես ուրիշ վլոգերներից լիքը բաների մասին եմ իմանում։ Վստահելի սայթ է, ես ձեզ երաշխավորում եմ, այնպես որ կարող եք մտնել ու հաճելի գնումներ կատարել։ Դե ձեզ բարի գնումներ, շնորհակալություն, որ մնացիք մինչև վերջ ու դիտեցիք, հատկապես այն մարդիկ, ովքեր մինչև վերջ մնացին, գրկում եմ, պաչում եմ լիքը, պակա, կհանդիպենք հաջորդ կիրակի։